Ամիսներ շարունակ դերասան Խաչատուր Հունանյանը պայքարում է արագ ընթացող քաղցկեղի դեմ։ Դերասանը պարբերաբար իր սոցիալական էջերում հրապարակում է մանրամասներ իր առողջական վիճակից ու ընթացքի մասին։ Սակայն վերջին ամիսներին դերասանը լռություն է պահպանում։ Միայն ամիսներ առաջ նա տեսանյութ հրապարակեց հայտնելով, որ բուժման ընթացքի մեջ է և փառք Աստծո այն բարեհաջող ընթանում է, և խնդրեց իր հետևորդներին, որպեսզի միայն աղոթեն ու դրական բաներ տարածեն իր առողջության մասին։ Իսկ Star News-ն առողջություն է մաղթում դերասանին և ձեզ առաջարկում դիտել այն տեսանյութերը, որոնք Խաչատուր Հունանյանը հրապարակել է իր ինստագրամյան էջում։ Բարի ողջույններս բոլորին։ Հուսամ լավ եք բոլորը, Ժողջան։ Ասեմ, որ ես եմ դեպի լավը։ Վերջերս պոստեր եմ տենում, որ Խաչատուր Հունանյանի վիճակը ծայրահեղ ծանր է եւ այլն։ Ես խնդրում եմ այդպես բաներ post չանեք։ Շնորհակալ եմ իհարկե որ տարածում եք առողջության հետ կապված ինչ-որ նորություններ բան, բայց ծայրահեղ ծանր վիճակ չկա։ Սա բուժման ընթացք է, որի մեջ ես անցնում եմ։ Ու իմիջիայլոց շատ ուրախ եմ անցնում, ասեմ։ Ինչ-որ բաներ սխալ է գնում, ինչ-որ բաներ ճիշտ է գնում, բայց ամեն ինչ ճիշտ է գնում։ Այսօր ծայրահեղ ծանրի մասին խոսք չկա, պայքարում ենք շատ ուժեղ։ Խնդրեի պրոստը պոզիտիվ բաներ խոսայք ու այսօր բոլորիս կյանքները դրանով կլցվեր։ Այսօր գնացել էի dental office, ատամնաբուժի մոտ, որպեսզի ստուգեին իմ ատամների արմատները, ոսկորները չջարդվելու համար դեղ պետք է ներարկեն, շատ կարևոր է իմանալ ատամներս առողջ է թե չէ։ Ասեմ, որ ես կյանքումս երրորդ անգամ էի լինում ատամնաբուժի մոտ, երկու անգամ գնացել էի իմաստության ատամներ քաշելու, այսօր էլ երրորդն էր գնացի, տենց նկարեցին ուղղակի, այդքան առողջ են իմ ատամները։ Ուրեմն այտենց։ Ընդհանուր առմամբ ասեմ, որ ռադիացիոն կուրսերը վերջացրել եմ, քիմիաներն եմ հիմա ընդունում, մի ամսից կլինի նաև ստուգումներ նորից, ըստ այդմ կհասկանանք, թե ինչ մնաց անելու, ինչից ոնց, բայց հաստատ համոզված եմ, որ մենք դրական արդյունքներ ենք գրանցում մետաստազ ջարդելու, խեղճացնելու հարցում։ Ես հաստատ համոզված եմ, որ տենց է լինելու, որտեղ չկա խմել, չկա ծխել, կա առողջ ապրելակերպ, թթվածնով պարտադիր միշտ, այսինքն ինձ շատ լավ եմ դիրություն անում, որպեսզի ոտքի կանգնեմ շատ արագ։ Լեւոր այսքանը, դուք էլ կոմենտներում գրեք տնամ դուք ոնց եք, ամեն ինչ նորմալ է թե չէ, ձեր կյանքում ինչն է ձեզ խանգարում եւ այլն, գրեք շփվենք։ Բարին հետ բոլորից հետ։ Ողջույններս իմ սիրելի ընկերներ, հետևորդներ։ Նախ եւ առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ բոլորիդ ուշադիր լինելու համար, իմ պոստերը տարածելու համար, ասեմ, որ դուք շատ մեծ աշխատանք եք անում ու իրոք նպաստում եք, որպեսզի ես դուրս գամ այս ծանր իրավիճակից, ովքեր որ չգիտեն, ասեմ, որ ես գտնվում եմ Մյունխենում, առողջական խնդիրներից ելնելով եւ պետք է անդրադառնամ մի քանի թեմայի, թեմաներից մեկը դա City of Hope հիվանդանոցն է, որ մարդիկ ասում են վատ բաներ մի ասան, մյուսը, ուրեմն ասեմ ինչ է կատարվում, որպեսզի իմանաք, ուրեմն հունվարի 20-ին, երբ որ ես MRI եմ լինում, ռենտգեն են անում ինձ, բժիշկ քննարկում է որոշ բաներ, իմանալով որ պետք է գամ Գերմանիա, ստեղի պրոֆեսորների հետ աշխատելու, ինձ չեն տալիս ճիշտ տեղեկություն, թե իրականում ինչ է կատարվում իմ հետ, բայց երբ գալիս եմ այստեղ ու բացում են այդ CD-ն, որի մեջ այդ նկարներն են, ու սկսում են վերլուծել, պարզվում է, որ գլխիս հատվածում եւս մեկ մեծացած օջախ կա այստեղ, որը որ ուղեղի վրա չի, բայց մետաստազը կապ չունի, բավականին մեծացած է եւ 3 նոր օջախներ ողնաշարիս վրա, այսինքն 2 հատ ողնաշարիս, 1 հատ աճուկիս վրա։ Ինձ հարցեր են տալիս, թե էֆեկտիվ էր արդյոք իմ առաջվա Գերմանիա գալը, ասեմ, որ այո, առաջվա Գերմանիա գալուց պակասել են ահագին
մետաստազներ, վարվել են դրանք ռադիացիայի արդյունքում, սակայն քանի կա տարածում, ապա կա նորից նոր օջախներ։ Այսինքն հիմա այս անգամ պրոֆեսորները որոշեցին, որ պետքա ոչ թե անել սովորական ռադիացիա, այլ պետքա լինի CyberKnife, ինչը որ արվել էր ուղեղիս հատվածում, որ վառեցին եւ ցույց տվեցին, որ անցած անգամվա նկարացի ու հիմիկվա նկարացի, որ չկա ուղեղիս վրա այդ գլանը վառած է, իրոք էֆեկտիվ ա եղել այդ CyberKnife-ը, իսկ հիմա այս 4 կետերը պետքա նորից այրվի նույն եղանակով, ոչ թե սովորական ռադիացիա, որ անցած անգամ նաև ունեցել է այդ սովորական ռադիացիաները։ Մի խոսքով իրավիճակը բարդ է ու ամսի 16-ին պետքա պլանավորվի արդեն այդ 4 այրումները, որոնք բարդ պրոցեսներ են, հաշվարկներ, մնացած բաները։ Ուրեմն ասեմ, որ դրանք կախված են գումարի հետ, խոսքը գնում է մոտավորապես 40,000 եվրոյի մասին եւ ինչի համար է դրած դրամահավաքը $75,000 վրա, որտեղ ես չգիտեի ճիշտ ասած ինչքան պետք է լինի, բայց մոտավորապես պատկերացնում էի, որ պետք է 40-ից 60,000-ի սահմաններում ինչ-որ բան լինի։ Ամենայն դեպս ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր աջակցել են մինչ այսօր ինձ այս ամեն ինչին հասնելու համար, այս ամեն ինչի հետ կռվելու համար եւ կխնդրեի եւս մեկ անգամ հնարավորինս շատ տարածել այս post-ը, որպեսզի բոլորը իմանան, թե ինչ է կատարվում ու մենք կարողանանք շարժվել առաջ, որովհետեւ այս ամեն ինչը կախված է ինձանից, բայց ավելի շատ կախված է այն մարդկանցից, ովքեր իրանց լումանը ներդնում այս ամեն ինչի մեջ ու դարձնում են այս ամեն ինչը հասանելի ինձ համար։ Elə որ այսքանը ավելի նոր post-երով հանդես կգամ, երբ որ ունենամ էլի նորություններ։ Այսօր ճիշտ ասած պետքա նկարեն թոքերիս հատվածում կատարվող մետաստազիկ խառը բաների հետ կապված, այսինքն պետքա նկարեն հասկանան ինչա կատարվում, թոքաբոր բեի տարել, պետք է հասկանանք ինչա դրանց հետո լինում, այսինքն քիմիայի կուրսերը շարունակելու են, բարձրանալու է, իջնելու է, այս էլ մեծ ուրիշ մի բան է, որը որ զուգահեռ նորից կրվում ենք, թոքերը լրիվ առանձին է, որ վրա են կամոյի մետաստազներ, գլուխ, ողնաշար, դրանք տարբեր է, այսինքն շարունակվում է մեր պայքարը դեպի առողջանալ։ Elə որ այսքանը, սիրում եմ բոլորիդ, Աստված օրհնի բոլորիդ, բոլորդ հեռու մնաք նման բաներից, զգուշ եղեք, առողջ սնվեք, հավատացեք, որ ամեն ինչ լավ է լինելու։ Ու ինձ թվում է արդեն մոտ ապագայում կհանդիպենք ավելի առողջ եթերներով։ Սիրում եմ բոլորիդ։